Փխրուն հրադադարի փուլում Իրանը հնարավոր է որոշի միջուկային զենք ստեղծել։ Եզրակացնում են փորձագետները Իրան-Իսրայել շարունակվող հակամարտության ֆոնին։ Իրանը երբևէ միջուկային զենք չի ունեցել, չի ձգտել ձեռք բերել դրան եւ իր պաշտպանական դոկտրինայում դա գոյություն չի ունեցել։ Այն հարցը թե արդյոք այս պատերազմը կսկիպի Իրանին վերանայել իր պաշտպանական դոկտրինան, որի մի մասը նաև միջուկային ծրագիրն է կազմում, թե ոչ։ Փորձագետները համոզված են, երկշաբաթյա պատերազմով Միացյալ Նահանգները Իսրայելը փորձել են հասկանալ, արդյոք Իրանն իսկապես կարողացել է այնքան հարստացնել ուրանը, որ միջուկային զենք է ստեղծել։ Շահնազարյանը կարծում է, Թրամփն այս օրերին համոզվել է, ավերիչ այդ զենքից չունի Իրանը, բայց մտահոգվում է, որ կունենա։ Իրանին արտադրելու իր կամքը միջուկային ծրագրի հետ կապված հրաժարվել ուրանի հարստացումից, իր միջուկային ծրագիրը հասցնել հնարավոր նվազագույնի, դա ստացվել է թե ոչ, հարվածներ եղել են ենթակառուցվածքներին, դա միանշանակ է, հարվածներ եղել են ցավոտ հարվածներ գիտնականներին, կորուստները գիտնականների եղել են, դա միանշանակ է, միգուցե ժամանակավորապես դադարեցվի Իրանի միջուկային ժամանակավորապես այսպես դանդաղեցվի Իրանի միջուկային ծրագրի զարգացման ընթացքը, բայց դա միանշանակ վերականգնվելու եւ շարունակվելու է։ ԱՄՆ-Իսրայել հնարավոր նոր հարձակմանը Իրանը պետք է պատրաստ լինի, համոզված է Շահնազարյանը։ Այս անգամ արդեն իրար հնարավորությունները գնահատած կողմերն ավելի վտանգավոր են լինելու։ Սա խաղաղություն չէ, հրադադար է մի տարածաշրջանում, որտեղ ամենափոքր կայծից կարող է նոր հարձակում սկսվել։ Նոր հարձակումների, նոր էսկալացիայի սրման հնարավորություն կա թե ոչ, այլ տեսականորեն կա։ Ես պիտի նշեմ, որ հրադադարը դեռևս փխրուն է։ Ժամանակ կպահանջվի, որպեսզի այն կայանա, եւ հուսով եմ, որ խնդիրներ այս ընթացքում չեն ծագելու։ Չնայած ծանր հարվածներ են հասցրել Իրանին, գլխատել ռազմական ղեկավարությանը սպանել միջուկային ծրագրի գիտնականներին ու թիրախավորել չափազանց վտանգավոր այդ օբյեկտները, Իրանը անդառնալի կորուստներ չունի, նկատում է Շահնազարյանը։ Իրանը ապացուցեց, որ որևէ ձևով չի ցանկանում եւ չի պատրաստվում տեղի տան ճնշումներին, տեղատվությանը պատրաստ չէ, չի հրաժարվելու իր միջուկային ծրագրից, չի հրաժարվելու իր ինքնիշխանությունից, չի հրաժարվելու իր հրթիռային կարողականությունից։ Իրանը ապացուցեց, որ հնարավորություն ունի դիմակայելու այսպես կոչված հզոր թշնամիների 10 օրից ավելի շարունակվող պատերազմում իրենց խոցելի կողմերը ակնհայտ զգացել են հակամարտող ուժերը։ Իրանը հասկացել է, որ Իսրայելը փայլուն դիվերսիա է անում իր իսկ երկրում ու լրտեսների մեծ բանակ ունի։ Ինչ որ չափով հոդս են ցնդել իսրայելական հոպի մասին լեգենդները։ Իրանական բալիստիկ հրթիռները այս օրերին անվրեպ ճեղքել են երկաթե գմբեթը։ Միացյալ Նահանգները, որ փորձագետների համոզմամբ նպատակ ուներ Իրանում ներքաղաքական ապստամբություն հրահրել, հասկացել է, որ այս փուլում դա այդքան էլ հեշտ գործ չէ։ Չնայած Իրանում անկասկած հասարակական ընդվզում կա։ Սա մեծ այսպես կոչված դրական դիվիդենդ էր Իրանի գործող իշխանությունների համար, ավելի ամրապնդեց Իրանի գործող իշխանությունների դիրքերը եւ այն ինչ որ փորձում էին իրականացնել Իրանում, կազմաքանդել Իրանը, այսպես կոչված ներքաղաքական քաղաքացիական պատերազմի միջոցով, այսպես կոչված անջատողական շարժումների միջոցով դա չի ստացվել։ Իրան-Իսրայել կարճաժամկետ այս պատերազմում հաղթողներ ու պարտվողներ չկան։ Իրանագետները համոզված են, հասկացել են գերտերությունների ղեկավարները, որ եթե այն շարունակվեր, ամբողջ տարածաշրջանն էր պատերազմական դաշտ դառնալու։ Պատերազմում ուղղակի կամ անուղղակի ներկայացված բոլոր կողմերը համաձայնեցին գնալ հրադադարի։ Այս հրադադարը ձեռնտու չէ Իսրայելի վարչապետին, իր քաղաքացիների կողմից մերժված Նեթանյահուն, որ իշխանությունը պահում է ժողովրդին անընդհատ ապաստարաններում պահելով, փորձագետների համոզմամբ հույս է ունեցել, որ ԱՄՆ զենքերով մեծ կռիվը շարունակվելու է։ Գանա Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։